Էմիլ Պողոսյանի «Մուտքը» գոյամարտ սերիալ իսկապես մեծ իրադարձություն է և արդեն հասցրել է լուրջ հետաքրքրություն առաջացնել հեռուստադիտողների շրջանում։ Նրա հայտնվելը սյուժեում կարծես նոր շունչ է հաղորդում պատմությանը, խոստանալով ավելի բարդ հարաբերություններ, լարված զարգացումներ և անսպասելի շրջադարձեր։ Հրապարակված կարճ տեսանյութը, որտեղ Էմիլը երևում է Լեայի հետ, արդեն բավական է, որպեսզի տարբեր վարկածներ ծնվեն։ Առաջին և ամենահետաքրքիր ենթադրությունն այն է, որ նա դառնում է Լեայի կյանքի նոր մարդը, մեկը, ով կարող է փոխել նրա զգացմունքները, շեղել Լեոյից, սակայն այստեղ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Էմիլի կերպարն ըստ երևույթին ներկայացվելու է որպես ուժեղ, ինքնավստահ և միևնույն ժամանակ խորքային մարդ։ Նա այն տղամարդկանցից է, ովքեր արտաքինից կարող են թվալ հանգիստ և հավասարակշռված, բայց ներսում ունեն իրենց գաղտնիքները, ցավը և սեփական նպատակները։ Սա նշանակում է, որ նրա և Լեայի հարաբերությունները չեն լինելու սովորական սիրային գիծ, այլ լի են լինելու հոգեբանական լարվածությամբ։ Շատ հավանական է նաև երկրորդ տարբերակը՝ Հունանի մասնակցությունն այս ամենում։ Եթե Հունանը, որպես Լեայի հայր, իսկապես որոշել է միջամտել նրա անձնական կյանքին և նրան հեռու պահել Լեոյից, ապա Էմիլ Պողոսյանի կերպարը կարող է լինել նրա ընտրած թեկնածուն։ Այս դեպքում Էմիլի հայտնվելը Լեայի կյանքում ոչ թե պատահականություն է, այլ լավ մտածված քայլ։ Սակայն հարց է առաջանում՝ արդյոք Էմիլը գիտի, որ ինքը այս խաղի մասն է, թե ինքն էլ է խաբված և ներգրավված մի պատմության մեջ, որի իրական նպատակները դեռևս թաքնված են։ Եթե գնանք ավելի խորը, ապա կարելի է ենթադրել, որ Էմիլի կերպարը կարող է ունենալ նաև կապ անցյալի հետ։ Հնարավոր է, որ նա կապված լինի Լեոյի ընտանիքի կամ անցյալի որևէ գաղտնիքի հետ, ինչը նրան դարձնում է ոչ միայն սիրային մրցակից, այլ նաև վտանգավոր հակառակորդ։ Այս դեպքում Լեոյի և Էմիլի միջև հակամարտությունը կդառնա ոչ միայն սիրային եռանկյունի, այլ նաև արժեքների, անցյալի և արդարության պայքար։ Լեայի համար այս ամենը լինելու է բարդ փորձություն՝ մի կողմից Լեոն, որի հանդեպ նա ունի իրական զգացմունքներ, մյուս կողմից նոր մարդ, ով կարող է առաջարկել կայունություն, պաշտպանություն կամ նույնիսկ նոր զգացմունքներ։ Բայց արդյոք Լեան կընտրի սիրտը, թե կգնա այն ճանապարհով, որը կթվա ավելի անվտանգ։ Հեռուստադիտողներն արդեն բաժանվել են երկու ճամբարի։ Մի մասը կարծում է, որ Էմիլի կերպարը ժամանակավոր է և ստեղծված է միայն լարվածություն ավելացնելու համար, մյուսները վստահ են, որ նա դառնալու է առանցքային կերպար, ով կփոխի ամբողջ սյուժեի ընթացքը։ Մի բան հստակ է՝ Էմիլ Պողոսյանի «Մուտքը» գոյամարտ սերիալ պարզապես նոր դերասանի հայտնվել չէ։ Դա նոր պատմությունների սկիզբ է, նոր հակամարտությունների ձևավորում և հնարավոր է նույնիսկ ամբողջ պատմության վերափոխում։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ դեռ ոչ ոք հստակ չգիտի՝ նա հերոս է, թե հակահերոս, և հենց սա է, որ ստիպում է բոլորին սպասել հաջորդ սերիաներին անհամբերությամբ։ Դերասան Էմիլ Պողոսյանի և սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի համագործակցությունը գոյամարտ սերիալում առանձնահատուկ ուշադրության արժանի իրադարձություն է, քանի որ սա նրանց առաջին համատեղ աշխատանքն է, բայց արդեն իսկ խոստանում է հետաքրքիր արդյունք։ Դիանա Գրիգորյանը հայտնի է իր ուժեղ սցենարներով, բարդ կերպարներով և զգացմունքային, երբեմն նույնիսկ շոկային սյուժետային շրջադարձերով։ Նրա նախագծերում դերասանները սովորաբար ստանում են ոչ ստանդարտ խորքային դերեր, որոնք պահանջում են ոչ միայն դերասանական վարպետություն, այլ նաև հոգեբանական նրբություն։ Այդ պատճառով էլ Էմիլ Պողոսյանի ներգրավումը պատահական ընտրություն չէ։ Էմիլ Պողոսյանն, ով արդեն սիրված է ինչպես որպես երգիչ, այնպես էլ որպես դերասան, այս նախագծում ստանում է նոր հնարավորություն բացահայտելու իր դերասանական ներուժի ավելի լուրջ և հասուն կողմերը։ Դիանա Գրիգորյանի նախագծերում դերասանները հաճախ վերածնվում են, ներկայանալով լրիվ այլ կերպարային գծերով, ինչը կարող է լինել նաև Էմիլի դեպքում։ Այս համագործակցությունը հետաքրքիր է նաև այն առումով, որ Դիանա Գրիգորյանը սովորաբար շատ խիստ է դերասանների ընտրության հարցում։ Նա ընտրում է այնպիսի մարդկանց, ովքեր կարող են ամբողջությամբ մտնել կերպարի մեջ և փոխանցել նրա ներքին աշխարհը։ Սա նշանակում է, որ Էմիլ Պողոսյանի կերպարը սերիալում չի լինելու մակերեսային կամ պարզապես երկրորդական գիծ, այլ հավանաբար կունենա կարևոր դեր սյուժեի զարգացման մեջ։ Բացի այդ, նման համագործակցությունները հաճախ դառնում են շրջադարձային դերասանի կարիերայում։ Եթե կերպարը հաջողվի և սիրվի հանդիսատեսի կողմից, ապա Էմիլը կարող է ավելի ամրապնդել իր դիրքը ոչ
միայն որպես երգիչ, այլ նաև որպես լուրջ դրամատիկ դերասան։ Հետաքրքիր է նաև այն, որ այս համագործակցությունը կարող է շարունակական լինել։ Եթե Դիանա Գրիգորյանը գոհ լինի արդյունքից, հնարավոր է, որ ապագայում մենք տեսնենք նրան նոր համատեղ նախագծերում ևս, քանի որ նա հաճախ կրկին աշխատում է այն դերասանների հետ, որոնց հետ հաջող փորձ ունի։ Ամփոփելով Էմիլ Պողոսյանի և Դիանա Գրիգորյանի համագործակցությունը պարզապես նոր դեր չէ սերիալում, այլ կարևոր ստեղծագործական միավորում, որը կարող է ազդել ինչպես սերիալի զարգացման, այնպես էլ դերասանի ապագա կարիերայի վրա։ Այնպես որ բաց մի թողեք հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու, միացեք մեր ալիքին և իհարկե չմոռանաք գրել, թե ինչ եք կարծում, ինչպիսի կերպարով է միանալու «Գոյամարտ» հեռուստասերիալի դերասանական կազմին Էմիլ Պողոսյանը, դրական թե բացասական, և արդյոք իսկապես լինելու է Լեոյի հակառակորդը, թե գրեք ձեր կարծիքները։